Պակիստանն է որոշել զինել Բաքվին, 40 հատ 4-րդ սերնդի GF-17 Thunder կործանիչ է վաճառել Իսլամաբադն Ադրբեջանին, ինչը կարող է փոխել ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում։ Միջազգային լրատվամիջոցներն արդեն շտապել են գրել, որ այս հարցն անկասկած կմտահոգի Հայաստանին։ Դա պետք է մտահոգիչ լինի ոչ միայն Հայաստանի համար, այլ գործնականում ռեգիոնալ մյուս երկրի Վրաստանի համար նվազագույնը եւ ռեգիոնում նաեւ էական շահեր ունեցող երկու այլ պետության Ռուսաստանի եւ Իրանի համար, որովհետեւ Ադրբեջանին այդ աստիճան սպառազինությամբ լցնում են անշուշտ ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը այսպես ուժերի գերակայություն ունենա Հայաստանի հանդեպ։ Ադրբեջանը թերևս փորձ են անում կառուցել որպես թուրքական աշխարհի ռազմական հենակետ։ Պակիստանի կառավարությունը հաստատել է, որ Ադրբեջանը GF-17 կործանիչների պատվերը 16-ից հասցրել է 40-ի, որի ընդհանուր գումարը կազմում է 4.6 միլիարդ դոլար։ Սա Պակիստանի երբևէ ունեցած ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրն է։ Կործանիչը Չինաստանի հետ համատեղ է արտադրված։ Չեմ զարմանա, եթե Չինաստանը իր առնվազն լրելիային հավանությունը տված լինի։ Ի վերջո մենք պետք է նաև չմոռանանք, որ վերջին տարվա ընթացքում Չինաստանը Ադրբեջանի հետ գործակցությունը բարձրացրել է ռազմավարական գործընկերության մակարդակի։ Մենք տեսանք ապրիլին նաև 22-ից 24-ը Ալիևի այցը Չինաստան, որտեղ շատ տարողունակ ռազմավարական հռչակագիր համատեղ հայտարարություն ընդունվեց նախագահների մակարդակով։ Ադրբեջանն իր առաջին GF-17 կործանիչը ստացել է 24 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ այս նոր տարբերակները հագեցած են ժամանակակից ռադարներով եւ համակարգերով։ Ռազմական վերլուծաբան Սեմ Լիխտենշտեյնը նշել է, որ չնայած GF-17-ը չունի 5-րդ սերնդի կործանիչների լիարժեք թաքնվածության ունակությունը, բայց այն ունի մի շարք առավելություններ։ Նախ, ավելի մատչելի է, քան արևմտյան կամ ռուսական այլ տարբերակները։ Բացի այդ, այն կփոխարինի Ադրբեջանի հին խորհրդային արտադրության ինքնաթիռներին։ Ադրբեջանը իհարկե մշտապես պատրաստվում է գլոբալ նախաձեռնություններին արձագանքելուն եւ առարկայորեն ու բովանդակային արձագանքելուն։ Ցավոք սրտի այդ տեսանկյունից Ադրբեջանը ոչ միայն նոր, այլ ընդհանրապես տարիներ շարունակ եւ արդեն գուցե քառորդ դար բավական ինտենսիվ պատրաստվում է այդ գլոբալ փոփոխություններին։ Եվ ցավոք սրտի Արցախում տեղի ունեցած այդ ագրեսիան եւ հետո Արցախի ամբողջական հայաթափումն ու էթնիկ զտումը հենց նաև դժբախտաբար են հետևանքներ, որ Ադրբեջանը իսկապես պատրաստվել էր այդ գլոբալ փոփոխություններին։ Ավելին, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների եւ ռուսական պաշտպանական արդյունաբերության անկայունության պայմաններում Պակիստանի կործանիչներ ձեռք բերելը թույլ է տալիս Ադրբեջանին խուսափել Ռուսաստանից կախված լինելուց։ Այս կործանիչներն ամբողջությամբ համատեղելի են Թուրքիայի ռազմական համակարգերի հետ, որոնք Ադրբեջանն արդեն ունի։ Ադրբեջանի օդուժի համար սա հսկայական թարմացում է, թե քանակապես, թե որակապես։ Մինչև այս այն հիմնված էր ընդամենը մի քանի հին MiG-29 կործանիչների եւ Su-25 գրոհիչների վրա։ Հաղորդվում է, որ նոր GF-17-երը միանգամից չեն կարողանա փոխարինել հին տարբերակները։ Հատկապես, որ վերջերս Ադրբեջանն արդիականացրել է իր Su-25-երը թուրքական զինատեսակներով։ Հայաստանի համար Բաքվի այս համալրումը լուրջ ազդանշան է, հատկապես, որ սեփական կործանիչային համակարգ ստեղծել դեռ չի կարողանում։ 2019-ին Հայաստանը Ռուսաստանից փորձել է գնել 12 Su-30 SM կործանիչ, սակայն առ այսօր ստացել ենք միայն 4-ը։ Այս ինքնաթիռներն այդպես էլ չօգտագործվեցին 2020 թվականի պատերազմում, երբ Ադրբեջանը լայնածավալ կերպով կիրառեց իսրայելական եւ թուրքական անօդաչուներ։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։